Միայն հեղափոխություն լինելու բերումով 6.6 միլիարդ դոլար գումարա մտել լրացուցիչ։ Եթե հեղափոխությունը չլիներ, այդ 6.6 միլիարդ դոլարը հոսելու էր քրեա օլիգարխիայի գրպանը, ինչը դուք տեսել եք նախորդող շրջանում։ Եվ շատ կարևոր է արձանագրել, որ այսօրվա ընտրություններում քրեական օլիգարխիան էլի հասկանալով, որ իր շունչը փչելու ժամանակն է, դուրս է եկել պայքարի եւ ուզում է վերադառնալ իշխանության։ Ես ուզում եմ մենք արձանագրենք, որ այն ընդդիմադիր 3 հիմնական ուժերը, Ուժեղ Հայաստան կուսակցությունը, այդ Սերժ Սարգսյանի ՀՀԿ-նա ռեբրենդինգ արած, որովհետեւ առաջինը Կալուգացի օլիգարխի ընտանիքի անդամները, եղբայրը երկար տարիներ եղել է Հանրապետական կուսակցության անդամ, եղել է Հանրապետական խմբակցության ղեկավարը խորհրդարանում եւ եղել է Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարը։ Եվ ինչպես նախորդ ընտրություններում Սերժ Սարգսյանը Հանրապետականով չէր մասնակցում, այլ պատիվ ունեմ անունն էին դրել դաշինքին, այսօր էլ անունը դրել են Ուժեղ Հայաստան։ Սա նույն Հանրապետական կուսակցությունն է, նայեք նրանց ցուցակին եւ դուք կտեսնեք բազմաթիվ կարկառուն հանրապետականներ եւ ինչալոց հանրապետականը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ բացահայտ հայտարարել է, որ աջակցում է Ուժեղ Հայաստան կուսակցությանը, ասելով, որ իրենց ընտրողները ընտրելու են նրան։ Հայաստան դաշինքը դե Ռոբերտ Քոչարյան դաշնակցություն արդեն իսկ պարզ է եւ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ղեկավարվող պրո-բելարուսական ընդդիմության կողմից արդեն, այսինքն սա 2098-ից 2018-ի կոալիցիոն կոմբինացիաներն են եւ նրանք այսօր քաղաքական հայտ են ներկայացնում։ Ես գիտեմ, որ ձեզնից շատերը մեղադրանք ունեն, թե դրանք ինչ են միջև հիմա ոտի վրա եւ այլն եւ այսպես շարունակ։ Ես ձեզ ուզում եմ ուղիղ ասել, Ժողովուրդ ջան, ես ձեզ ուզում եմ ուղիղ ասել։ 2018 թվականի մայիսի 8-ին ես ընտրվել եմ ձեր աջակցության շնորհիվ Հայաստանի Հանրապետության վարչապետ եւ 2018 թվականի մայիսի 9-ին մենք կռիվ ենք տվել 23 ճակատով, բառից բուն իմաստով 23 ճակատով, բոլոր հնարավոր տեղերով, որովհետև եթե դուք հիմա վերադառնաք 2018 թվականը, կտեսնեք, որ ինչ էին խոսում, ասում էին էսա, հա, մի քիչ դիմացեք, էսա սրանք չեն կանալու, բյուջետ չեն կանալու, ես չեն կանալու, եւ նրանք ամեն ինչ արել են, որ ոչ թե մենք, այլ դուք ձախողվեք, ժողովուրդը ձախողվի, ժողովուրդը գան եզրակացության, որ ինքը ի վիճակի չի ընտրել, էլի պետքա վերադառնալ ворցնած բրնձի եւ տուկի թելի եւ ընտրակաշարքի տրամաբանությանը։ Բայց մենք 2018 թվականից հետեւականորեն այդ 23 գլխանի հրեշի գլուխը կտրելով ձեզ հետ միասին եկել ենք եւ մնացել է վերջին 3 գլուխները եւ 2026 թվականի հունիսի 7-ին մենք այդ վերջին 3 գլուխները պետքա կտրենք։ Եվ ես մի օրինաչափություն եմ նկատել, իմիջայլոց ասեմ, 6.6 միլիարդ դոլարի մասին ասցի, դա գիտեք։ Դուք գիտեք, որ Ռոբերտ Քոչարյանն էլ ապօրինի գույքի գործով անցնում է եւ գլխավոր դատախազությունը դատական հայցերով միայն Ռոբերտ Քոչարյանից այդ մի գործով, ժողովուրդ, այդ ամբողջը չի, այդ մի գործով 200 միլիոն դոլարի գույքա պահանջում։ Եվ այդ մարդիկ, գիտեք ինչ, ես ամենաշատը զարմացած եմ դրանից, որ այդ մարդիկ դեռ խոսում են հայրենիքից ու հայրենասիրությունից։ Ես չգիտեմ, դրվագներից մեկով Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը գիտեք ինչով են անցնում։ Եռաբլուրին հարակից հողերը սեփականաշնորհելու գործով։ Այդ մարդիկ երկուսով Եռաբլուրի հարակից բաներն են, հողերն են սեփականացրել, դարձրել իրանց ընտանեկանը։ Եվ մենք այդ հողերի մի մասը հետ ենք բերել արդեն, այն մյուս մասն էլ հետ ենք բերելու։ Ես ուզում եմ ձեզ 2021 թվականի խորհրդարանական ընտրություններում Կապանի ելույթում ես խոստացա, որ
դուք իտեմս կառավարության Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում փայաբաժին եք ունենալու եւ այսօր ժողովուրդը իտեմս կառավարության Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում փայաբաժին ունի եւ 2018 թվականից մինչեւ 2025 թվականը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 300 միլիարդ դրամ ավելի գումար է վճարել պետական բյուջե, քան նախորդող նույն 8 տարվա ժամանակաշրջանում։ 300 միլիարդ դրամ։ Սա այն գումարն էր, որ գնում էր Սերժա Քոչարյանը, Ծառուկյանը, Կալուգայական, կլանի օլիգարխիայի գրպանը։ Դրանց վնգունը դրա համար է դուրս գալիս, որովհետև ես դրանց դեպի պետական միջոցներ ձգվող ձեռները ջարդել եմ եւ դրանք որևէ հասանելիություն չունեն պետական միջոցներից եւ այդ դրանք ձեռները ջարդելու արդյունքում առաջացած միջոցներով է, որ մենք այսօր թոշակներ ենք բարձրացնում, որ մենք առողջության ապահովագրություն ենք սահմանում, որ մենք 300 դպրոց 500 մանկապարտեզ ենք կառուցում, մենք հազարավոր կիլոմետրերով ճանապարհներ ենք կառուցել, ջրագծեր ենք անցկացրել հազարավոր կիլոմետրերով, շքամուտքեր եւ վերելակներ ենք թողել հարյուրներով ու հազարներով, որովհետեւ ես դրանց թալանչի ձեռները կոտրել